Ողջույն բոլորին, այս տեսանյութը վերաբերվում է ցանկությանը, ինչպես որ միշտ է։ Դե, կարծես թե այդքան էլ չեք հավանում եւ չեք նայում, որովհետեւ մարդ պետք է ցանկություն ունենա, իսկ մարդ եթե ցանկություն չունի, ուրեմն չի ապրում։ Ուղղակի չի ապրում։ Դա ոչ թե իմ կարծիքն է, այլ աշխարհում է դա հետազոտվել եւ երբ որ մարդը ցանկություն չունի, նա ուղղակի չի ապրում։ Նա չի կարող ապրել լիարժեք, նա չի կարող դիմացինին տա շատ բան, եթե ինքը ուղղակի հենց այնպես ապրում է առանց որևիցե մի բանի։ Եվ որոշել եմ անպայման այնտեղ կարելի է աշնանային ինչ որ տերևներ գողանալ գետնից եւ բերել տեղադրել։ Եթե գտնեմ, եթե գնամ որևիցե խանութ, ապա կբերեմ այս անկյունը ինչ որ ուզում է աշնանային էֆեկտ։ Ձմեռային էֆեկտ գնել եմ արդեն, գնայինք դա դեկտեմբերին։ Նա ինչ որ էֆեկտ է, որը կտեղադրեմ այդտեղ, արդեն գնել եմ։ Իսկ աշնանային չեմ գնել։ Չգիտեմ էլ, այստեղ արհեստանոցում ունեմ, թե չունեմ։ Գուցե եւ ունեմ, ուղղակի եսին որտեղ է։ Ոչինչ լավ, հաջորդ անգամ։ Հաջորդ տեսանյութերի ժամանակ։ Դե 4 տարբերակից է, պահեք։ Ես փնտրում եմ էլի, աչքերով, գուցե ինչ-որ միտեղ այստեղ նման ինչ-որ բան գտնեի։ Պահեք 4 տարբերակներից որևիցե մեկը։ 4-ը նույն բանը մի պահեք, չի կարելի։ Քարտերը կնեղանան, դա համար աստղերը չի լինում։ Ցանկություն պահեք եւ նաեւ ժամկետ պահեք։ Այդ ցանկությունը թող չանցնի մեկ շաբաթը, որովհետեւ հարկավոր չէ։ Ամեն շաբաթ լինում է։ Դուք հասկացեք այս շաբաթվա ընթացքում այն ինչ որ դուք ուզում եք կլինի արդյոք թե ոչ։ Մի պահեք գլոբալ։ Ինձանից ձեզ խորհուրդ։ Լավ կլինի շաբաթվա կտրվածքով ինչ որ մի բան։ Նույն ցանկությունը կարող եք ամեն շաբաթ պահել, հենց այդ շաբաթվա կտրվածքով կհասկանաք, եթե լինելու է, ուրեմն այդ շաբաթվա ընթացքում կարող է լինել, ոչ թե ավելի մեծ գլոբալ։ Նստեք սպասեք, թե երբ է լինելու։ Դե մինչև պահեք 1 րոպե ընդամենը, ես է խառնեմ։ Կենտրոնացեք այդ ցանկության վրա, հիմնվեք այդ ցանկության վրա։ Ահա, այսքանը չեմ կարող սպասել։ Եթե ուզում եք կենտրոնանալ, ապա պետք է կանգնեցնեք եւ կենտրոնանաք այդ ցանկությանը, ասենց պատկերացրեք, որ այդ ցանկությունը լինում է արդեն։ Իսկ մենք գնայինք առաջին տարբերակը։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Հուսով եմ քվեարկել եք արդեն, որովհետև սպասում եմ ձեր պատասխանին, որովհետև ես ձեզ համար եմ աշխատում, բայց հա պետք է ինչ-որ չափով էլ ինձ էլ հարմար լինի եւ այն մարդիկ, ովքեր որ այլևս չի հետաքրքրում, գոնե ես կհասկանամ, որ արժե միայն փոխել։ Ձեր ցանկությունը եղավ, սիրելիներս։ Շնորհավորում եմ։ Ինչքան շուտ, ինչքան լավ։ Լարված մնայինք, մտածեինք կլինի թե ոչ, չլինի։ Այս տեսանյութերը էլի կմնան, եթե ընտրեք շաբաթականը, մի վախեցեք ընտրել շաբաթականը եւ ամսեկանը, որովհետեւ այս մանր-մունր տեսանյութերը եւս կմնան եւ ես ավելի շատ ժամանակ կունենամ եւ իմ գործերն անելու եւ նաեւ ալիքներով էլ մի փոքր ավելի շատ զբաղվելու, որովհետեւ առհասարակ գոյություն ունեն թվագիտությամբ ամսվա կանխատեսումներ, թվագիտությամբ տարվա կանխատեսումներ եւ այլն լիքը բաներ կան, որոնք որ ես ուղղակի ֆիզիկապես էլ արդեն չեմ հասցնում անել, որովհետեւ քարտեր ինձանից շատ են էներգիա տանում։ Դրա համար երկար մտածեք քվեարկությանից առաջ։ Լավ մտածեք, հետո նոր։
Բավականին իրադարձություններ կան, պլյուս որ ցանկությունը իրականացավ։ Այս իրադարձությունները եւս գումարվում են, հատկապես եթե հստակ այդ թեմայի վերաբերյալ այստեղ բան գտնեք, ուրեմն դա հստակ է, հստակ կատարվելու է։ Նախ ցանկությունները իրականանում են օտար երկրի հետ կապված յուրաքանչյուր հարց, ինչը որ անհանգստացնում է ձեզ այն կլինի։ Նաև եթե ուզում եք գնալ հանգստանալ օտար երկիր, դիմել եք, որպեսզի ձեր տնօրինությունը թույլ տա, որպեսզի դուք կարողանաք դուրս գալ աշխատանքից, ապա այդ ամենը կիրականանա։ Նաև պարտքեր վարկերից ազատվելու հետ կապված նաև վարկ վերցնելու։ Մի քիչ վարկ վերցնել եք կասկածում եմ, բայց պարտքեր եւ վարկերը փակելու հետ կապված։ Գումարը մի փոքր իրայից հեռու է, բայց ցանկությունը իրականանում է, ոչինչ, եթե անգամ այդ եք պահել։ Այստեղ հեռախոս գնել կամ հեռախոս նվիրեն ձեզ։ Երեխաների հետ կապված ցանկացած իրադարձություն, եթե դա նաև կապված է օրինակ հղիության հետ, ձեր երեխաների մոտ որոշ փոփոխությունների հետ կապված, ավելի բարեհաջող անցնի հղիությունը, բարեհաջող ծննդաբերություն լինի, ապա դա եւս առողջության հետ կապված հարցերը եւս այստեղ հիանալի են, այնպես որ անհանգստանալու բացարձակ կարիք չկա, դիպլոմ կստանաք, ուսման հետ կապված ընդունվեք, ինչ որ նոր տեղ սովորեք, նոր որևիցե մասնագիտություն կամ փոքր ինչ որ կարճ կուրսերի հաճախեք, դա եւս։ Եվ թորները, ծորները, այդ բոլորով հավաքվեն մեկտեղ, այդ ցանկությունը եւս կիրականանա։ Դա ընդհանուր ցանկությունը, բացի այն, որ նշեցի, դա եւս կիրականանա։ Այսքանը առաջին տարբերակի համար եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ։ Երևի լավ կենտրոնացաք ձեր ցանկության վրա, դրանից էր։ Գնանք երկրորդ տարբերակը։ Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Տեսնենք այս մեկը ինչ է ասելու։ Այս անգամ բարեգութ չգտնվեց երկրորդ տարբերակի համար, բայց ոչինչ, էլի ինչ որ բաներ կընկնի այստեղ, մի փոքր հեռու է այստեղ, ցանկությունը։ Ահա, ուրեմն երկրորդ տարբերակի համար ցանկությունը մի փոքր ուշանում է, հա, ոնց որ ասում եմ, եթե շաբաթվա համար եք բայել, այս շաբաթ դեռ չի լինում, նաև հեռախոսազանգ, շատ կարևոր հեռախոսազանգ է, միգուցե ձեզ համար պարտքերից, վարկերից ազատվել, դա եւս տեղի կունենա, երեխաների հետ կապված յուրաքանչյուր հարց, ծննդաբերություն, ընդունելություն, հղիություն եւս, հա, եթե ցանկանում եք հղիանալ, հարցեք ուղղել, ապա այստեղ այո, բայց պետք է հասկանալ, որ մի փոքր ուշանում է ցանկությունը։ Եվ մեքենա, միգուցե դուք եք գնում մեքենա, միգուցե նաև նվիրում են ձեզ մեքենա։ Այսքանը նաև երկրորդ տարբերակի համար, կենտրոնացեք երրորդ տարբերակի վրա, տեսնենք երրորդ տարբերակում ինչ կլինի, միգուցե էլի բարեգութ գտնվի եւ աստղը ընկնի, տեսնենք։ Կենտրոնացեք ձեր ցանկության վրա, երբ որ խառնում եմ։
Այդտեղ աստղը դուրս թռավ, տեսակ։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Գումարը գալիս է եւ պարտքերը, վարկերը փակում եք, վերջացնում եք, ավարտվում, գնում է։ Ցանկությունը դեռևս չընկավ, չգիտեմ որտեղ կարող է լինել։ Տեսնանք որտեղ դուրս կգա։ Ոյ։ Բոլորը միահամուռ ձևով եկել էին փակելու։ Նայեք, մի փոքր հեռու է։ Ահա, ուրեմն, դե աստղ մի փոքր դեռ հեռու է, մի փոքր դեռ պետք է սպասեք ձեր ցանկությանը։ Գումար կստանաք, եթե ցանկանում եք, վարկը կփակեք, պարտքերը կփակեք, միգուցե հենց դա է, վարկ եք ստանում, հա, գումար է գալիս ձեզ։ Նաև տանից տուն տեղափոխություն, եթե ցանկանում եք տեղափոխվել, ապա այո, դա եւս։ Եվ մեքենա։ Գումարը գալիս է մեքենա եք ձեռք բերում, միգուցե նաև մեքենան եք վաճառում, գումար է գալիս։ Դա եւս չի բացառվում այստեղ։ Այսքանը նաև երրորդ տարբերակի համար։ Պահեք չորրորդը, տեսնենք չորրորդը ինչ ասում։ Ահա, կկատարվի արդյոք չորրորդ տարբերակի ցանկությունը։ Ցանկությունը նայեք, մեկ քայլ այս կողմ լիներ, ինչքան լավ կլիներ։ Մեկ քայլ է ընդամենը։ Խառնելուց մի հատը պետք է այս կողմ գցեի, որպեսզի լիներ այն։ Ոչինչ, մի տխրեք, լայքերը մի մոռացեք։ Երբ որ ցանկությունը չի լինում, չեք լայքում, տիեզերքն է ձեզ հենց այդպես էլ տալիս է, որ այլևս չլինի ձեր ցանկությունը։ Դեպս այդպես է։ Դժվարություններ որ լինում են, պետք է մարդը դժվարություններից ուղղակի շնորհակալություն հայտնի, որովհետև դժվարություններն են իրան կոփում։ Եվ եթե յուրաքանչյուր դժվարություն չկարողանա հաղթահարել, ինքը այդպես է մնում է նույն դիրքում։ Եվ իր հաջորդ կյանքի этаպում նույնն է լինում։ Ուրեմն այստեղ ցանկությունը, ինչպես տեսնում եք, բավականին հեռու է, եթե այստեղ լիներ, շատ լավ կլիներ։ Ուրեմն ուսման հետ կապված կամ ընդունելություն, ոչ է կուրսերի, ոչ է ուսման,
Նաև դա կարող է լինել դիպլոմ ստանալը եւս։ Նաև բիզնես բացել, եթե ցանկանում եք, ապա կարող եք բիզնես բացել, եթե դա եք պահել։ Շոփինգի գնալ, ճիշտ է գումարը եւս հեռու է, բայց ինչքան որ ունեք, այդքանով կկարողանաք գնալ շոփինգի։ Նաև օտարերկրի հետ կապված յուրաքանչյուր հարց, եթե ուզում եք գնալ հանգստանալու, եթե ուզում եք դիմել եք օտարերկրում, այնտեղ թուղթ ստանալու հետ կապված եւ այլն, յուրաքանչյուր բան օտարերկրի հետ կապված այն կլինի։ Նաև նոր սեր, սա կամ ինչ որ դիմացինը ձեր հանդեպ զգացմունքներ ունի, եթե հարց եք տվել, սիրում է արդյոք թե ոչ, ապա սա սիրում է, զգացմունքներ ունի, դուք իրեն դուր եք գալիս, այդպես նաև նոր սեր, եթե ուզում եք, որ նոր սեր ունենաք, ձեր սիրտը ոնց որ սիրի, ապա դա եւս։ Մեքենա ձեռք բերել եւս, կամ գնել, վաճառելը մի փոքր ես կասկածում եմ այս քարտերով, բայց գնելու հետ կապված նվեր նաև դա այո։ Գործնական այստեղ շփում, գործնական հանդիպում, այդտեղ կարող է բիզնեսի հետ է կապված նաև, եթե պայմանագիր պետք է կնքեք, ապա այն կկնքեք, աշխատանքի ընդունելություն նաև սա կլինի, նաև հակառակ սեռի ներկայացուցիչին կարող են ձեզ հետ ծանոթացնել, երրորդ անձնավորություն, ձեր ընկերներից ոչ մեկը, ընկերներով հավաքվել, ուրախանալ, քեֆ անել, դա եւս կիրականանա, նվեր ստանալ եւս, գնալ օտարերկիր հանգստանալ կամ Հայաստանի մեջ հանգստանալ, նաև այստեղ ամուսնության առաջարկ անել ձեզ եւ նամակ ստանալ, նամակ, SMS ինչ-որ մեկից, փաստաթուղթ, դա ինձ թվում է կապված է օտարերկրի հետ, այդ փաստաթուղթ նաև ստորագրելու համար, փաստաթուղթ բիզնեսը բացելու համար, զաքսավորման հետ կապված, այստեղ ամուսնության առաջարկ ոչ է ինչ-որ զաքսավորումն էլ հետ է, նաև ինչ-որ մեկը, ձեր սիրելին ձեզ նամակ գրի, նաև դա, եթե սպասում եք։ Այսքանը, այստեղ տեսնում եմ տեսանյութի մեջ, որ արհեստանոցս մի փոքր երևում է, դե ինչ արած ամեն անգամ գործեր են անում եւ այդ գործերը գալիս է ինձ մոտ, ինչ անեմ, ասեք, որտեղ թաքցնեմ, աննայնա, հենց հիմա այստեղ նայեք ինչ կա, նայեք այսպես որ քաշում եմ, օպ ինչ է երևում, ընդամենը մի փոքր տես վիդեոն այս ու այն կողմ եւ դուք ինչ ասես կտեսնեք այսքանը սիրելիներս թող որ ձեր ցանկությունները կատարվեն այն ժամանակ եւ ձեզ է հարմար եւ Աստծուն է հարմար պատրաստ եք դրան ապա այն տեղի կունենա այն կկատարվի այսքանը լավ եղեք սիրելիներս